Ամերիկահայ այս տղան փորձում է փրկել հայկական ամենահին արհեստներից մեկը։ 32-ամյա Քայլ Խանդիկյանը չնայած գորգագործ չէ, բայց հայկական գորգարվեստի մեծ սիրահար է։ Երբ որ եկա Երևան ու 4 կողմս տարբեր տեղերում տարբեր գորգեր էի տեսնում, ես հասկացա, որ չէ, ես շատ եմ սիրում այս արհեստին ու արվեստին ու այն մարդկանց, ովքեր զբաղվում են այդ ամեն ինչով։ Լոս Անջելեսից մոտ 10 տարի առաջ է եկել Քայլը, օվկիանոսից այն կողմ թողնելով իր ծնողներին, քրոջն ու եղբորը։ Երիտասարդը եկել էր ճանաչելու այն հայրենիքը, որի մասին երկար պատմություններ էր պատմում լիբանանահայ հայրը։ Ես 1 տարիով էի պլանավորել այստեղ մնալ, բայց 1 տարին դարձավ 9.5 տարի, քանի որ սիրել եմ Հայաստանը, դուրս եկավ ու հասկացա, որ շատ բան կա անելու, փորձելու այստեղ վարպետները Հայաստանում, ովքեր գիտեն գորգ գործել, չեն գործում, քանի որ իրենք չեն կարողանում գտնել պատվիրատուներ, հատկապես պատվիրատուներ, հաճախորդներ արտասահմանում։ Ու քանի որ ես մասնագիտությամբ մարկետոլոգ եմ, հասկացա, որ ես կարող եմ ինչ-որ չափով այս տարբեր խնդիրները լուծել։ Գորգագործությունն իրեն ընտրեց, ինքն էլ գորգագործությանը։ Քայլն իր ստեղծած կայքում առցանց այս խանութում է վաճառում հայ արհեստավորների գործած գորգերը։ Այնտեղ մանրամասն ներկայացնում բոլոր գորգերի պատմությունները։ Ես ներկայացնում եմ իմ սայթում, հաճախորդները, երբ որ ուզում են պատվիրել, իրենք մտնում են սայթ, ընտրում են իրենց ուզած էսքիզը, ուզած չափը, պատվերը տալիս են ու մենք 0-ից իրենց համար ստեղծում ենք այդ գորգերը։ Այս գործում մի կարևոր սկզբունք ունի Քայլը, աշխատում է միայն մարզերում ապրող գորգագործների հետ, որոնք սեփական տանը նստած զբաղվում են սիրելի գործով ու փող աշխատում։ 10 ամսում մոտ 40 գորգ է վաճառել։ Սիրում եմ մարզերը, սիրում եմ գյուղերը, Հայաստանը չի սահմանափակվում Երևանով, մարդիկ պիտի հնարավորություններ ունենան իրենց գյուղերում, իրենց պապենական հայրենիքներում աշխատել, ստեղծել, գումար վաստակել։ Ջանք չի խնայում երիտասարդը, միայն թե սիրելի արհեստը իր աչքի առաջ չմարի։ Աֆղանիստան, Պակիստան, Հնդկաստան, այս երկրները, եթե նայես, իրենք ու ես հետևում եմ բոլորին, որովհետև շատ եմ սիրում, բայց իրենք ենք ֆանտաստիկ գորգեր են գործում, ֆանտաստիկ ուղակի, գլուխ գործոց գորգեր, իսկ մենք այսօր գրեթե 0-ից ենք սկսում վերակենդանացնում այս ոլորտը, բայց ես վստահ եմ, համոզված եմ, որ կհասնենք այդ մագարտակին։ Դժվարությունների հանդիպում է Քայլը, երկար ժամանակ չգործելու պատճառով գորգագործները վերապատրաստվելու կարիք են ունենում, դասգահներ, գործիքներ, թելեր չեն ունենում։ Անձամբ է հասցնում անհրաժեշտ բոլոր պարագաները գորգագործներին։ Այդ երկու խնդիրները գրեթե ամենտեղ ես հանդիպում եմ, բայց ամբողջ նպատակս այդ խնդիրները լուծելն է, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ աշխատեն, պատվերներ ընդունեն իմ միջոցով ու որակով սիրուն հայկական տեղական գորգեր ստեղծեն։ Ասում է ամեն ինչ կանի, միայն թե թելը գորգ դառնա, որ դրսում ճանաչեն, ասեն հայկական գորգ է։ Իմ համար գորգագործը ամենաթոփ բանն է, ամենակարևորը իրենք են։ Իրենց արած աշխատանքը իմ համար շատ իմաստալից, դարերից եկած, ինքը շատ սիրուն իմաստալից մի բան է, որը դժվար է նույնիսկ բացատրել։ Հովիվն էլ է շատ կարևոր, որտեվ մենք այս հումքը ստանում ենք հովիվից։ Թելմանողն էլ է շատ կարևոր, որովհետև եթե այդ մենք որակով թել չստանանք, մենք խնդիր կունենանք, գորգագործը խնդիր կունենա ստեղծելու։ Քայլն անձամբ է փնտրում հայկական զարդանախշերով հին գորգերը, մասնագետների հետ ուսումնասիրում, դրանց ժամանակակից էսքիզներ, նոր գույներ տալիս։ Օրինակ այս մեկը, որ սև ու սպիտակ բրդից է գործված։ Այստեղ կտեսնեք եղնիկներ, չնայած որ կասկած 100% չեն կարող ասել, որ եղնիկներ են, որովհետև հա, բայց եղնիկները երկար պոչեր չունեն։ Իսկ այդ օրիգինալ գորգում կան եղնիկանման կամ ձիանման այս կենդանիները։ 43-ամյա Միլենա Օրդյանցը Արցախից է, Քայլին հանդիպել է 44 օրյա պատերազմից հետո, հիմա ապրում է Ձորաղբյուրում։ Ժամանակ եկեղեցին էին գործում, տատիկ պապիկ էին գործում, բնություն էին գործում,
Այտենց սեր այդ պահ առաջացավ Շուշից։ Ես արդեն տեղափոխվեցի, ավելի մոտիկ դարանք, տարածաշրջանով թելերի հետ կապված խնդիրներ որ չնեին, շուտ արագ ստացվել աշխատանքը։ 5 տարվա դադարից հետո հմուտ գորգագործը այսօր նորից դասգահի մոտ է նստած գունավոր թելերի կծիկները կողքին։ Ոչ մեր վաղվա օրը գիտեինք ինչ կլինի, որտեղ ենք աշխատել, որտեղ ենք ապրելու, համ էլ տրամադրություն չկար։ Ստեղծագործական մտքեր կար, կոմպոզիցիաները գլխից մեջ կար, պետք է ստեղծագործեի նկարեի, բայց չի ուզում անել, ձեռները չէր գտնում ոնց որ։ Ինքը ոնց ու ստիպեց դասգահը բերեց իր պատվերները որ սեցի անելը, կողքից արդեն իմս էլ սկսվեց այդ ամեն ինչը։ Օր ու գիշեր աշխատում ու ինքնատիպ գործեր է ստեղծում Միլենան, ասում է, երբ գորգի վրա երևում է զարդանախշը, ավարտն ավելի հետաքրքիր է դառնում։ Հիմա միջև ուշ գիշեր գործում եմ, ուզում ես տեսնես ինչ է ստացվում։ Իր վաճառած գորգերի գումարով Միլենան տունն է վերանորոգել, շուտով նոր արհեստանոց կունենա, ասում է, աշակերտներ էլ։ Պետք է նույն դիրքով երկար ժամանակ նստես, աշխատես, տեսողությունը, հետո նստած աշխատելը ողնաշարի վրա շատ մեծ, բայց որ սիրում ես այդ աշխատանքը, ինքն հաշվարկների մեջ ես անկախ քեզանից չես կամ դու հելնես մի քիչ հանգստանաս կամ թողնես կիսատ։ Դժվար աշխատանքի արդյունքը Փարիզում սպասվող միջազգային գորգերի ցուցահանդեսն է, որտեղ Քայլն ու իր թիմը ներկայացնելու են հայկական ժամանակակից գորգարվեստը։ Աննա Գյուլնազարյան, Հենրիկ Համազասպյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։